Ջանը գիտակցում է, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ղարաբաղի հարց չկա, ինքը գիտի որ կա։ Եվ միջազգային հարթակում կա, եւ Հայաստանի ապագայում ալինելու, ինքը դա գիտի։ Դա համար 5 րոպեից մեկը ռևանշ բառն է օգտագործում, մեկ էլ ասում է թուղթը, սահմանադրությունը փոխի։ Ասում է չկա, տեսման, չի ասում դու փոխի ալա։ Հասկանում եք, դա համար, որ ես կատակով ասում եմ, այդ թուղթը վերցրել եք հետևից վազում եք, որ ստորագրեք, չի ստորագրել, 4 տարի է, չի խոսում եմ դրա մասին, չեք հավատում, հիմա հավատում եք։ Չի ուզում ստորագրել ամեն դեպքում։ Խի, որովհետև ինքը չի տեսնում, ինքը հասկանում է, որ այս էջը փակված չի։ Դա ասում եմ, պիտի նսեն, իրանք այնքան են արել, որ անգամ Հայաստանի Հանրապետության Սովետ Միություն, որ ստեղծվել է, ինչ սահմաններով մտել է, դա չեն ուզում ընդունել։ Հասկանում եք, այն հասկացանք, այն Ղարաբաղ բան կերակ, Հայաստանի սահմանները։ Հայաստանի իշխանությունը դա համար չի ուզում։ 91 թվականի այսինչ հայտարարություն, 70 քանի թվականի այսինչ սահմանազատում արել են մի անգամ 25-26 թիվ փաստաթղթային քարտեզներով կետ առ կետ կազմը 30,948 քառակուսի կիլոմետր տարածք սովետական ատլաս գրքումը 30 թվին հրապարակված է։ Սա է մեր քարտեզը։ Ալին ուզում է բարձրանա երկինք իջնի ներքև, դա պիտի վերականգնվի։ Ուզում է խաղաղություն, էդ է, ժողովուրդ, չի կար, ձեզ թվում է, որ անընդհատ զիջեք, դե պրոբլեմը լուծում ենք, չի լուծվում։ Քանի որ Բաքվի բանտերում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդրադարձակ, ձեր տպավորությամբ Ադրբեջանը որքան կշարունակի այդ խայտառակ դատավարությունը։ Անկեղծ ես չեմ կարող դա նման պատասխան տամ, ինչքանով է լինելու միջազգային հարթակում ճնշումը Ադրբեջանի վրա մեկ գլխավոր է այսօր, երկրորդը ինչքանով է Ադրբեջանը ուզում մեր հետ խաղաղությամբ ապրի, դա էլ երկուս, այս երկու բաղադրիչն է որոշելու, իսկ Ադրբեջանը, որ դա վերջ չունի, լայն 52 թիվ է քննում, պատիացնում եք, դա երբ են վերջացնելու, 2 տարուց ավելի, 3 տարուց ավելի և դատա լինելու լա։ Դա լինելու է արտաքին խաղացողների ճնշման, թե հնարավոր է Հայաստանի օրինակ խաղաղության պայմանագրի համար նախապայման դրվեր, չնայած չէ, նրանց վերադարձը։ Այսինքն Հայաստանը ինքնուրույն կկարողանա այդ հարցը լուծել։ Հայաստանը, եթե ցանկանա, կարողանա։ Եթե չուզենա խնդիրները շրջանցել, կկարողանա։